Ավելի շատ այսօր խոսվում է ընդդիմության, միասնության մասին, կարծես թե Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ միանում է իմպիչմենտի գործընթացին։ Ես դրա համար շատ ուրախ եմ։ Ես կարծում եմ սա միասնության սկիզբն է եւ պետք է տանել ամենօրյա աշխատանքներ, որովհետեւ յուրաքանչյուրի համար այս process-ին մասնակիցների համար ամեն ինչը լինի թափանցի, հասկանալի եւ որոշումների ընդունմանը մասնակից։ Դրանք շատ կարեւոր բաներ են, որ պետք է լինի։ Եթե մինչեւ հիմա կար որոշակի դժգոհություն process-ների ճիշտ կազմակերպման վերաբերյալ, որը որոշ առումով ես ընդունում եմ, որ դա այդպես է, ապա կարծում եմ այսօր այն պահն է, որ դա արդեն անցյալ կարող ենք համարել եւ նայենք ապագային, իսկ ապագան, այո, բոլոր քայլերը պետք է կոորդինացված լինեն, նախորդ պայմանավորված լինեն, հստակեցված լինի, քննարկված լինի եւ դա լինի բոլորի որոշումը։ Դա կարեւոր է։ Այսօր սկիզբն է, որովհետեւ տեսեք, ես նույն մի քիչ առաջ ասում եի, որ ընդդիմության ոչ միասնական գործողությունները այս տարի, հա, բերեց նրան, որ Նիկոլը տիրացավ փողոցին եւ սկսեց իր օրակարգը թելադրել։ Իսկ երբ ընդդիմությունն է իր օրակարգը թելադրում, ինքը փախնում է բունկերում, ինքը կամ բունկերում է, կամ փողոցի տերն է։ Միջինը իր մոտ չկա, ինքը չի կարող հանգիստ նստի եւ ղեկավարի, այդպես չի։ Ինքը կամ պետքա բունկերում լինի, կամ գրոհի լինի։ Այդպեսին է ինքը։ Պետության կառավարման մեթոդները ինքը պետք է հասնի այն մագարտի, ինչպես իր ուղեղն է։ Խառը Ինչքան խառ ինքը այնտեղ իրեն լավ է զգում։ Պարոն Նիկոլյան, մենք տեսնում ենք այստեղ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, ինչ եք կարծում, մենք կարողանանք ժողովրդին դուրս բերել հանրային ճնշման ներքո իմպիչմենտի գործը։ Սա քայլերից մեկն է։ Գիտեք ինչ, միշտ ես ասում եմ, որ անպայմանորեն պետք է քայլ անել։ Եթե քայլ չես անում, սա չես ունենում։ Եթե սա չես ունենում, հաջորդը էլի չես ունում, ավելի մեծը, ավելի հզորը, էլի չես ունում։ Իմպիչմենտը ինքը փողոցի հետ պետք չի առանձնացնել, ասել սա իմպիչմենտ, սա փողոցի գեներացում։ Դրանք միմյանց օժանդակող են, դա օգնող են։ Եթե իմպիչմենտի լսումները չլինեն, փողոցը այսքան մարդ չէր հավաքվի։ Համաձայն եք։ Եթե այսքան մարդ հավաքվել, արդեն իմպիչմենտի գործընթացը ներսում եւ ընդդիմության միասնականությունը շատ ավելի գործնական է դառնում։ Ուզում եմ ասել, սրանք զուգահեռ process-ներ են։ Եթե ուզում ենք արդյունք ունենալ, ինչ որ մի բան անել, եթե ոչ մի բան չենք անում, արդյունք չենք ունենում եւ Նիկոլը անում է այն, ինչ անում է, հա? Նայենք, այսպես ասած, այն հիմար մտքեր ուներ խաղաղության խաչմերուկ, Թրամփի ուղի, Թրամփը մոռացել է, որ ինքը ուղի ունի։ Թրամփի աշխատակազմը հստակ հայտարարում է, որ Թուրքիայի հատուկ ծառայություններն են ամբողջ ինֆորմացիան տվել եւ կարգավորում են այդ process-ները։ Ինքը խոսում է, չգիտեմ ինչ կան, այսինքն կերակուր է տալիս ժողովրդին կարողանա ընդրությունը անցկացնել, խապելով ժողովրդին ընդրությունը անցնել։ Թրամփը չի հիշում Հայաստանի մասին, Ալբանիա ասում։ Թրամփը չի հիշում, որ նման միջոցառում է եղել, ինքն է խոստանում, ինքը չի հիշում նման բան, որտեղ ինչ, բայց իրենք այնպեսի ոգևորությամբ խապել ժողովրդին, որ ժողովրդի մոտ ասում են, հեսա Թրամփը կգա եւ մեզ կփրկի։ Հասկանում եք։ Դա մեր տրագեդիան է, այն աշճանի են ժողովրդին հասցրել այն իրավիճակին, որ ամեն մի սուտը, կեղծիկը ճշմարտության փոխարեն կարողում են մատուցել։ Սկզբից Եվրոպա էր վազում, հետո վազավ Ամերիկա, այսօր եկավ վազավ Ռուսաստան, մինչև այդ Չինաստան։ Ինքը չի հասկանում, որ հաճախ դրանք հագնդեմ կառույցներ են, շնամաբար միմյանց նկատմամբ, մի տեղից մյուս տեղ գնալը մի օր կճկռես էլի, ինչ է դու արդեն ճկռել ես։ Մեր պետության այս վիճակում գտնվել է հենց քո ճկռելու, այստեղից այնտեղ վազելու հետևանքներն են։ Միշտ չէ, որ դու կարող ես իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ բոլոր խաղացողներն ունենան նորմալ հարաբերություններ։ Պահեր կան, որ դու չես կարող, որտեղ բռնեն եւ որտեղ քաշեն միացից փոքեն, եթե դու երկու այսպես իրարից հեռացող սառցակտորների վրա ես կանգնում։ Ինքը ինչ անում է, հիմա 3-ի վրա կանգնում, 4-ի վրա ուզում կանգնի եւ արդյունքը լինում է սա։ Արդյունքը լինում է սա, որ հիմա արդեն հստակ ասում է ոչ թե Թրամփի խաղաղության ուղի, այլ միջանցք։ Թրամփն ասում, թուրքերն են ասում, ադրբեջանցիներն են ասում։ Ինքը շարունակում է խնդրել, աղաչել, չէ, Թրամփի ուղի ասի խաղաղության, ինչեւ ընդրություններ ես անցնեմ։
Այս ընդամենը իր խնդիրը, իր ամեն ինչը այնպես անել, այնպես լավ խապել եւ խնդրել Ադրբեջանին, Թուրքիային, որ դրա մասին չխոսեն, մինչեւ ինքան դրությունները կարողանան ժողովրդին խապելով անցկացնել նորից վերընտրվի։ Մնացածը ինչպես միշտ։ Հետևաբար չպետք է հասնենք Հետևաբար, գիտեք ինչպես է, ընդրությունները միշտ էլ իշխանապահությունը լինում է ընդրության արդյունքով, հետևանքով։ Դա կլինի արտահերթ թե հերթական։ Հերթականը կա ու կա, բայց բոլորս ասում ենք, չէ, ամեն մի վարքյան հապաղել, ամեն մի վարքյան Նիկոլի իշխանցանմանը, դա մեր երկրի համար դժբախտություն է։ Բոլորը ասում են, չէ, բա խեք թողնում եւս մի վարքյան մնա, 2 վարքյան, 5 վարքյան։ Ինչ հնարավոր է անել ավելի շատ, պետք է անել ավելի շուտ։ Ստացվեց, լավ, չստացվեց, հերթական ընդրությունը կա ու կա։ Հետո նույնիսկ հերթական ընդրության, եթե ոմանք ուզում են հասնել հերթական ընդրությանը, ապա այսօրվա քայլերը ուղղված են լինելու նաև նրան։ Դու հասարակության մեջ արտասում ես ազգայինը, մարդկայինը, ոգեղեն ես արտասում, հարգանք իր պետական ազգային արժեքների հանդեպ, արժանապատվություն ես դու ներշնչում նման բոլոր քայլերով, որ եթե բանը հասնի հերթական ընդրություն, ապա արժանապատիվ հայը գիտի ոնց պետք է քվեարկի։ Դրա համար պետք է այսօր դու նրան այդ կոտրված, ողնաշարը կոտրված, հիասթափված, վախվորած, թուլացած վիճակից կարողանաս բարձրացնել եւ ազգային արժանապատվության տալ նրան եւ ինքը ուրիշ ձևի քվեարկի։